Սիրելի հետևորդներ ջան, բարի լույս եմ ասում ջերմուկի, ես անառիկ սարերից, հլա ես ինչքան սիրուն է, ես ինչքան սեկ սարերով ենք շրջապատված, բոլորդ էլ գիտեք, արևն էլ աչքերս ծակում է, կադրն էլ վառում, դրա համար եկեք նույնիսկ ես վարագույրս ենք հանենք ու ստեից փորձենք մի փոքր զրուցել, քանի օր ավանդույթը խախտել եմ, չի ստացվում ձեր հետ էլի արևա դեմքով միանալը, բայց այսօր առաջի օրն է, քանի օր այստեղ եմ, այսօր առաջի օրն է, որ ես իմ առավոտը ուզում եմ սկսեմ սովորականի նման, պարզ է, որ ուստեղ հանգիստ է, լավ է, ներվերդ խախանդ է, այն միտեղ ես չեմ բերել է, մեկը խմում էի քիչ է, մեկն էլ է ավելացել, սիրելի հետևորդներ ջան, այս իմ նեբիլիտն է, որ ստեղ կեսել եմ խմում, մեկ էլ եմ խմում, մեկ ու կեսն էլ եմ խմում, ճնշումս շատ ավարտ ստանում, շատ, որ համեմատեմ 23 թվին եմ մեկ էլ ստեղ եկել, ոնց են ասում, հիշում եք, որ իմ այդ վիդեոները նայեք, կտեսնեք, որ սուտ չեմ ասում, հետնել սուտ ասելը, որն է սուտ ասելն ինքը մեղք է, հաշվի մի հատ մեղք ես գործում, եթե սկսես սուտ ասանությունով զբաղվելը, այնքան թեթև ու լավ է ես զգում, այնքան սենց սիրտս, հոգիս, միտքս, աչքերս, սաղ պարզ էր, սաղ, իսկ մի այս ճնշումը չի թողում, որ լիարժեք գլուխս վերև բարձրացնեմ, կամ օրինակի համար, վերջ է էլի, ավել դուս գամ ման գամ, ու ինչքան դեղ եմ խմում, միշտ ասում եմ, մի լիքը բաժակ ջուր, մեր օրը ոնց է սկսվել, վեր ենք կացել, գնացել նախաճաշը սկսելուց առաջ, մի բաժակ տաք ջուր եմ խմում, եռման չէ, տաք, այն օրը լավ հետևորդուհի ունեմ, շատ ինձ հարազատ դարձած հետևորդուհի, այն որ քանի տարի արդեն շփվում ենք, ինքը մեր տուն, մենք իրանց տուն, տիրուհի, իրանց Երևանի տուն է էլի, անվանումով տիրուհիս, խոսում ենք, ես կոմ են կոմ, ու ասում եմ, դու եռման ջուր ես խմում, բայց փորձի եռմանը փոխարինի տաք ջրով, որ կծկծա էլի, եռման չլինի, որովհետև էդ էլ կարա ստամոքսը մարդու, ստամոքսի պատերը սթրեսի ենթարկի ու մի խոսքով ճիշտ չլինի, դե ինքն ասեց, ես լսեցի, հետո էլի ոնց եղավ գրառումները մել էին գրել, այնքան հետաքրքիր զուգադիպություն եղավ, դրանից հետո էլ հարցրեցի, ստեղ էլ հարցրեցի, ասма ճիշտը գոլ ջուր, գոլից մի քիչ տաք ջուրն է, որ ստամոքսի պատերը սթրեսի չի ենթարկվի, էլի, մի խոսքով, այդ ջուրը խմել եմ, նախաճաշել ենք, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն դրանից հետո պրոցեդուրաներ ունենք, այսօր էլ չեմ դրա մասին խոսամ, մի տեսակ հավես չկա, որ ճիշտը ասեմ, այս պահին չեմ ուզում դեռ խոսացած լնեմ, ինգալացիայի մասին մենակ կխոսամ, այսօր կակրած ինգալացիա ունենք,
Դրանից հետո ինձ գրառումների բաժնամ շատ էի գրում, որ ծունգդ։ Էս էլ, էս բժշկուհու, ստեղի բժշկուհու նշանակած տեղնա, հիշում եք, որ ես ասում էի, ընգել եմ էս կոմ, էս ասում եմ իմ նոր հետևորդների համար, սիրելի հետևորդներ ջան, որովհետև բոլորս էլ տեսնում ենք, որ օր-օրի ավելանում ենք ու դա իմ համար շատ հաճելի է, շնորհակալ եմ ձեզ, շատ ապրեք, Աստվածն առատապես օրհնի ձեզ էլ, ձեր ընտանիքներն էլ, ձեր բռնած գործերն էլ, աշխարհին խաղաղություն լինի, մեզ էլ առողջություն, հիմա մի հատ էլ սա եմ խմում, ընկել էի օգոստոսի վերջերներ, մերոնք դեռ ստեղ էին, որ ընկել էի, բայց սուսուփուս էլի լուրումն չտարա, չուզեցի ոչ մեկ իմանամ, նենց մի թեթև ասի, բայց չասի, որ ենքան ացավım, զորով եմ ոտիս վրա կանգնում, որովհետև հաշված օրեր էին մնացելու, մերոնք գնալու են, 2 օր էր մնացել, էլ ինչ հաշված օր, չուզեցի էլի տենց փչանա, ինչա թե ես ընկել եմ, վազեմ ես բժշկի դուրը, վազեմ են բժշկի դուրը, ու տենց մնացի, երբ ցավում էր, նույն էս իբուպրոֆենը, որ հիմի խմում եմ, այն ժամանակ էլ էի խմում, բոլորս էլ գիտենք, որ իմ վիդեոներում շատ ցույց տված կլինեմ, այստեղ ես շատ եմ խմում, ինքը մկանային ցավերի, հոդացավերի համար, դրա համար շատ եմ խմում, բայց այս քանի օրը չափն անցել եմ, որովհետև օրը 3 հատ խմում եմ, մի տեսակ իմ համար շատ է թվում, բայց բժշկուհին ասում է 1000 դոզան պետք է հաստատ, դե 3 հատն էլ 1002 ու նորմալ է, ինչևէ հեռվից գամ, որ նոր միացողները հասկանան ինչ եմ ասում, ովքեր էլ գիտեն, կխնդրեի այս պահը ներող, շրջանցեք, մի փուչ ջուր առաջ տվեք, եկավ անցավ, որոշակի ժամանակ, օգոստոսից հետո զգացի, որ կամաց, էլ նմա էլի, քայլել, վերջը տեսակ, ինչքան գործարի, այս կոմ, իմ տան գործերը տարա, պատվովարի, իմ ուզածով ստացվեց, ոնց պատահեց, նենց էլ եղավ։ Ու հոկտեմբերին, երբ որ եղանակը սկսեց փոխվելը, զգացի, որ շատ է ցավում, որոշեցի գնամ բժշկի, հետո իմ ծանոթները մի ընկերուհի ունեն, որ դեղատանն աշխատում, ասավ մի խաղամ, ամենամեծ հոդն է, դե գիտեմ, բոլորս էլ գիտենք, որ օրգանիզմի ամենամեծ հոդը դա ծնկի հոդն է, մեզ տանող է այդ հոդն է, կոպիտ ասած, ասավ Աստված ջանի, ասի կարողա կոտրած ըլնի, սենց ծիծաղելով ասում է, որ կոտրած ըլներ, բա այդքան կձգեիր, չէր ըլնի, կարող է միտեղ մի բան վնասած ըլնես, սիրում ենք, չէ, ասել առաջը շուտ, ես էլ, որ ճիշտն ասեմ, հարգում եմ և բժշկությունը, և ցանկացած պետական կառույց, բայց չեմ էլ ուզում գնամ, հոգնել եմ, որովհետև տարին 4 ամիս են Ալեքսիս հետ ստեղ ընդեղ ենք, էդ ինձ սենք չէ, այս ենց հերիքա, հմի մի հատ էլ իմ համար, բայց թեր գիտակցությունս էլ թելադրում է, որ այդ երեխին առողջ մամայա պետք, որ զբաղվի իրանով, մի խոսքով, ու վայելը մամարտն իր հանգիստը չեմ էլ չղայնանում, թող ինչ ուզի, ոնց ուզի, երբ ուզի պարկի, երբ ուզի վեր կենա, ինչ ուզի թող էլ անի, իր հանգիստն է ինքն է։ Վեր կացա, գնացի բժշկի, այդ պահին ռենտգեն չկար, մի քանի օրից էր ելնելու։
Հետո գնացի ռենգենի, այդտեղ տրավմատոլոգը լավ մարդ է, շատ հասկացող գիտակ մարդ է, ինձ ասավ, ես քեզ կարամ ասեմ գնա նայերի ԲԿ, բայց նես չի, որ ես քեզ ստիպում եմ, անպայման գնա Երևան ու սոնոգրաֆիա արա, ու ես կրկին անգամ հասկացա, որ ճիշտ է էլի Երևան գնալը, ճիշտ է, ինչքան ուզում է ցավոտ է հնչում, մեկ ասում են վերջերի մեզ հավան չի, ես չի, են չի, բայց դե ճիշտ է Երևանն է, մարդը ինքն էլ ասավ մի խոսքով։ Էլ ինչ Երևան գնամ, եթե ես գալիս եմ ջերմուկ, սիրելի հետևորդներ ջան, ստեղել կան բժիշկներ, պարտադիր, որ ամեն, գիտեք, մեզ չի, որ ես նոր բան եմ ասում, ովքեր էլ չգիտեն, ասեմ, որ ելի հետևորդներ ջան, կա բժիշկներ, գնում ես, մտնում ես, քու գանգատներն ասում ես, եթե երեխայի ծնող ես ու համ բժշկի խորհրդատվության համար ես վճարում, կարծեմ 2000 դրամ, ես դեռ ոչ մի բան չեմ տվել, ընդամենը որ Ալեքսի հետ մտել ենք, մի թեթև հարցրել եմ, որ մի հատ հասկանանք, համել ես ճնշումից է, էլի, ուզում ասեմ, որովհետև անդիմադրելի ցավում է գլուխս, անդիմադրելի, որ պահկա էլ չեմ դիմադրում, ուզում եմ ձեռքերով սենց գլուխս դրնեմ ու փախնում, այդ էլ ցավում է, բայց հերթով ասեմ, որ հետո էլ սենց բան չանեմ, էլի, որովհետև գնողումների բաժնում շատ էի գրել Անահիտ, քեզ հետևա Անահիտ, քանի տեղ ես ծունգդ, մի խոսքով, երբ որ Ալեքսի հետ իրա բոլոր այդ ծննում բան պրծավ, ասեցի բժշկուհի ջան, ես գիտեմ, որ խորհրդատվության համար վճարա, բայց սենց մի հատ հարց կա, ինքն ասավ, ինչ ճիշտ արիր, որ ասիր, ու երբ որ ես մի քանի օր հետո Ստեփանավան ռենգեն արեցի, որ այդ դե դնում են, չէ, սպիտակ տաբլոյի վրա, որ երևա, ես առանց ոչ մի բանը հասկանալ ու տեսա, որ մի ձևի ոնց որ կրճիկի մեջ մտածել մի ժողովրդական լեզվով, որ ասում են, տենցա, այդ նորանշանակ դոկտորը, հա, տենց ենք սիրում ասենք, ճայել տղա էր, ասի ինչ կասեք, ինչ եք տեսնում, ասավ արտրիտ, արթրոզ, տենց բաներ եմ տեսնում, դե մի տեսնում եմ, արդեն ինչ ասես, ես էլ այդքանը չեմ հասկանում, դե, չգիտեմ, բայց տեսա, որ ոնց որ կրճիկի մեջ մտնի, այ քեզ բան ասի, էս ինչա, ու որ այդքանը տեսան, ասի շատ ներողություն կարամ նկարեմ, ասավ ինչի չէ, նկարեք, նկարեցի, հեռախոսումս պահեցի, ծանոթներում եմ, ասի համ մի հատ իրանց ցույց կտամ, համ էլ մարդ ես էլի, որ գնամ սոնոյի, էդ էլ ձեռի հետ ցույց կտամ, են էլ չստացվեց, հրվից մանրամասը պատմեցի, չէ, որ նոր միացողները հասկանան ինչի մասին է խոսքը, են էլ հետա չստացվեց, եկանք ջերմուկ, ու երբ որ բժշկուհուն ասի, ցույց տվի, ասնամ, դե չունեն իրանք ստեղ սոնոգրաֆիա, չկար, թե չկգնայի կանեի, դա խնդիր չի, որովհետև մարդու առողջության հետ խաղալը չի կարելի, ինչքան ուզում եմ այդ պահին պահի տակ մտածես, վա, ես դրա համար չէի եկել ես կոմեն, բայց թե եթե պահը թելադրի, պիտի անես, կոֆե սեփ մա ջան, կոֆե ջան,
կարոտել եմ քեզ։ Քանի օր աստեղ եմ, ես այս երկրորդ անգամն ա, որ կոֆե եմ եփում, հավատում եք ինձ։ Ուղղակի չգիտեմ, որ հոլովակը ոնց կտեղադրեմ, երբ կտեղադրեմ, որովհետև պրոցեդուրաները շատ են, մի տեսակ այդ հոլովակներից էլ ես ուզում կտրվես, մի խոսքով էլի, ուզում ես մի քիչ օրը տուրիստ ձևի անցկացնես։ Ես էլ ասի քնել ես, Ալեքս բալա։ Խոսացի բժշկու հետ, նայեց նկարը, ասավ ճիշտ առենգելը շաղաց հենց պարս չես նկարել, լավ չի երևում, ոնց տեսնում եմ, ոնց որ ծնգիտ մենիսկը, թե մենիսկը, չգիտեմ ոնց հա ճիշտ արտահայտվում, եթե դուք գիտեք, կուղեք ոչ մի խնդիր, ես դրանից չեմ ամաչում, որովհետև բժշկական գիտելիքներ չունեմ, հենց պրակտիկորեն մի քանի բան գիտեմ, հա, բայց որ ինձ ցույց տամ ամենագետ չէ, ամենագետը մենակ մեր վերևի Աստվածն է, մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ասի բա ինչ անեմ, ասի կարող ա, որ ուզում եմ ես օգտվեմ ստեղի, մենակ վաննա, ամեն ինչ արժե, ամեն ինչ, մագնիտոթերապիան եմ շատ հավանում, պարաֆինը, ամեն ինչն էլ հավանում եմ, գազ հասնես ստեղ ու չօգտվես, մի տեսակ արդարացի չի լինում, էլի սիրելի հետևորդներ ջան։ Ինչև է, ասեց, մտածում եմ, որ չէ, չի խանգարի, բայց քանի որ ճնշում ունես ու ճնշումդ քեզ նեղացնում է, արի մի քիչ ադապտացվի կլիմային, բայց անկեղծ եմ ասում, չի լինում այ աչքերս չեմ կարում լավ բացեմ, որովհետև ու ինչ լավա մաման չեկավ մեր հետ, մաման վաբշե չէր ձգի ստեղ, որովհետև մամայի ճնշումն ավելի բարձր է։ Ճիշտ է օդը մաքուր է, սարենա, բայց ճնշում ունեցողները դժվար առնում ստեղ իրանց համար։ Դա եթե պետք է մերս եկար հանգստի ու անհանգստանար, էլ ու մեր պետք է այդ հանգիստը։ Մինչև տենանք ինչ կլինի, ոնց կլինի։ Ինչև է սիրելի հետևորդներ ջան, ասեց գնա իբուպրոֆեն առ, 1000-ից ավել խմի, այսինքն օրը 3 հատ։ Այսօր երկրորդ համարյա թե երրորդ օրն է, այստեղ մի հատ էլ ունեմ հեսա առած ու հետաքրքիրը գիտեք որն է, որ խմում եմ, չէ, հիշում եք նկարելու վաղտ, թե չէր լինում էլի զսպելը։ Գնացքի ձերներ։ Չէ, իրա կողքի նասոսի ձենն այստեղ գնացք չկա։ Դե չէր լինում էլի սիրելի հետևորդներ, որ զսպես, բան պահ կար, որ այդ պահին քեզ չես կարում կառավարես ու մանավանդ նստելու վեր կենալու պահը շատ իմ համար դժվար էր լինում շատ, բայց մի հետաքրքիրն է նա այստեղը, որ խմել եմ, ցավս բավականին մեղմել է, բավականին։ Ալեքս ջան, բաժանորդներին բարլուս բան չէ՞։ Սիրելի բաժանորդներ, ոնցիկ զավեք ես զավում։ Բաժանորդները քեզ ուտքան սիրում են, բա դու չես ասում, որ չէ բան։ Ուրախ ես, որ եկել ես, չէ՞։ Դե վսյո։ Մի հատ արի քեզ հաշտանելի։ Արի գնալ եմ նոր տամ, էլի շուկա էի ծմեր պապու վամանարել եմ ուզում։ Այ վայ։ Ու ես սկսել եմ այդ տեղը խմելը ու ծնգի ցավը մի քիչ թուլացել է, ճիշտ է ուռած է, այդ ուռածն էլ էլի մեր ժողովրդական լեզվով ասած, ասում ենք, որ ջուրա չէ հավաքվում, եթե ուռչմա տենց դիլնի, դեռ խորը կոնսուլտացիա չեմ անցել, որ ինքը նայի ավելի մանրակրկիտ ասի,
Բայց եթե էտել լինի, ես հիշում եմ, որ նախորդ անգամ 23 թիվներ, որ ստեղ ենք, հենց այս սենյակում ենք, կողքից հարևանը ենքան լավ աղջիկ էր, վերումներ իր տղայի հետ, Արարատից, եթե չեմ մազերս էլ ինքը կտրեց շերտերով, շատ սիրում կտրեց, իրանց ծանոթ ավելի ճիշտ, բուժվել էր ծնգի ջուրը այդ լուսային բուժումով վերացրել էին, մտածում եմ, որ Աստված չանի իմն էլ տենց լինի, երևի թե կօգնի էլի, ստեղ ես բուժումները, հիմի ցավը կարելի է ասել 80%-ով կորել է, ինչը որ իմ համար, վայ, մեծ բան է, այն որ վախում էի ծունգս ծալեմ, հլը բացել է, էլի հեշտ էր, ծալելը մի հատ մահ էր, այն որ ես թեթևացնում էի, վայ մամա ջան, ինչ վայ, ահա որ էր, ուղղակի գոնե այդ պահին պիտի խոսայր, որ չմրդեի, ու մի խոսքով, հիմա տենամ, ինչ առնեմ, ոնց առնեմ, ասեց մի քանի օր խմի, կլիմային էլ ադապտացվի, Անահիտ ջան, հետո արդեն կերևա, հիմի ավելի շատ գլխիս այս մասում, այս վզի մասում, ունեմ ցավեր, հա ջան, իսկ մաշուն կողտան գնա Ստեփանավան, ախ, Ստեփանավան ես, հա, իսկ ես մի հատ հաշտամ, հա, ես էլի ուզում եմ, որ էլի նոր տամ, էլի խաղալի կարնես, վայ մամա ջան, այդ հենց տաներ, սիրելի հետևորդներ ջան, հիմի դեղերս ուսութուս խմում եմ պարտաճանաչ պիոների պես, ու ստեղի ինչն է լավ, որ ինչ էփել այսօրի հարցերի մասին, կոնկրետ մոռանում ես, կոնկրետ, թե ինչ կեփես, թե ոնց կեփես, թե որը ինչ կանես, դրանք սեն սիրուն կողք ենք դնում, որովհետև այդ թե ինչ լավ բան է հանգիստը։ Ամեն օր գնում ենք բան գալու, պարտադիր ջուր ենք խմում, բայց բոլորս էլ գիտենք, որ այդ ջուրը, որ աստիճանները վա, հենց այնպես չի էլի, բժիշկն է, չէ նշանակում, ով որ աստիճանը խմի, բայց միևնույնն է ինձ 53-ն է դուր գալի մի այլ կարգի, նենց անուշ ու լավ ջուր է, նենց հաճույքով խմում եմ, Ալեքսս էլ բոլորն է խմում, հա սուրպիկը, ջում, էլի ես ես հաստամ, հա, աստա, իսկ կարնես նորդամ, էլի պետակից տոնածան, ես տոնածան եմ ուսում, Այ մայլիկ ջամ տես, բակն ու դուրելի, ինչքան սպիտակ թիթեղ է գալի, խեղնակ այդ տարիները, չկա հմի, ինչը թիթեր, այդ բանաստեղծությունները կար, շատ բանաստեղծություններ մեր տարիներից, մինակ մեզ գրքերը նետու, ես խմեցի իմ սուրճը, վստահ եմ դուք էլ ձերը, սիրելի հետևորդներ ջան, ու այսա մի ժամից սկսվում է մեր պրոցեդուրան, հլա այն ինգալացիայի բանը բեր ցույց տանք բաժանորդներին, այդտեղ դրածը, սեղանին, ցելոֆոնի մեջ դրածը, 23 թվին, որ գնում ենք, սիրելի հետևորդներ, հանում էինք դնում, թողում գալիս, այդ բեր, այն ցելոֆոնի մեջ են, որ քիթիկի տես հագնում, այդ էլ բեր։ Ինչը, էս, հա, էս,
այս տարի շատ ուրիշ ցեվաֆանի մեջ բան կա, այ այդպես։ Հələ խաղողի մոտա։ Այ։ Նայ ազես։ Չէ, մյուսը։ Այ է։ Հիմա դե որ գնում ես ինգալացիայի, այն անգամը լավանդայի յուղովներ, պարզա չէ, որ սա հագնում ենք, ու հետո, այ, չի եղում, ու ինգալացիա ստանում, այս անգամ, նենց եմ սիրում այդ կնոջեմ, նենց եմ ուրիշ սևի այնքն ընքան, ոնց բացատրեմ, ոնց որ այս առողջարանի սիրտն եք ինքը, ամեն ընչից տեղյակ ընքան գիտակից գիտա, որ նախորդ անգամ թողում էինք, այս անգամ բերել ենք, ու բուժումների մեջ էլ սիրելի հետևորդներ շատ կա, բաներ, շատ բաներ են ավելացել ու անգամ պարապունք ունենք, որ իրիկվա 9-ին է, որովհետև մարդիկ դաժե 2 հերթափոխով են աշխատում, այդ ձևի խիտ գրաֆիկ ունենք, դրա համար նկարելը մեկ լավ տեղին հետ անգնում, սիրելի հետևորդներ ջան, հիմա ոնց են ասում նախաճաշնարած, սուրճը խմած, տեղերը խմած, նկարահանումս լավից վատից արեցի ու գնամ սուրճից բաժակը լվանամ, մենք այսօր ինչ ունենք, թեյ ունենք, վայ, ինգալացիա ունենք, վաննա ունենք, ու SMP հոսանք ունենք, այսօր այդքանն է, Ալեքսս այդ հոսանքների հետ չունի, նրվայնանմա չի սիրում, բայց թե համոզելով է, ինչով է, ինքը գիտի, որ եկել հասել ենք, ուրեմն պետք կա, հիմա դա մի հատ հեռախոսը տաս բալա, մի վարկյանը, բան եմ նայում մի հատ տուր, Ձանը չէ բուրցացնես։ Չէ։ Հա, ճիշտ էլ գիտեի, ես ասի ուշացել էինք, են էլ չէ, դար 40 րոպե ունենք, թող մի քիչ իրա համար բզբզա, հետո արդեն տեսնամ ինչ ենք անում, գնացի, բոլորից լավ ու բարի օր։ Ահա, դուրս ենք եկել, նայեք, մաքրման սենյակների մաքրման աշխատանքները սկսել են, սիրելի հետևորդներ ջան, հենց էլ դուրս ենք եկել, Ալեքսի, ես կոմարի Ալեքսի։ Հա, Ալեքսի ձարին թուղթ կա, լիվտվիքներ, մեր մոտ էլ ինգալացիայի ես, ու սպասենք, որ գա։ Հիմա վերել ակը նորից կախասով, սպասի, այդպես, երկուսը չէ, ասիս ճան, հոգենք, ու գնանք, ասմա մաման կարամ հեռախոսս հետս բերեմ, ասել եմ համ, գնում ենք թեյ խմենք, ու ինգալացիա ստանանք, ու կանք, չէ ասիս, ջոն, դեգնա, միշտ ուզում եմ վերելակից սկզբից ինքը դուս կա, հետո ես, սիրելի հետևորդներ ջան, թեյը խմեցինք հավեսով, շատ լավ խմեցի, հա, ապրես ծավականը, սկզբից չէր ուզում պարոնս, մի քիչ դառնություն ունի, հետո արդեն սովորեց, ահա մեր սենյակն են մաքրում կադրած,
Hesա դրած։ Արի դնենք, արի մի քիչ սպասենք, թող չորանա Ալեքսը։ Նայեք ու հիացեք այդ ճաները։ Գժվելիք։ Ալեքս ջան նայ։ Այ հենց այս ճանապարհն է մեզ տանում դեպի Նորավանք։ Մաները հելնում են են։ Երազանքներից մեկն է ստեղկանը։ Աստված ջան, հլո։ Ոյ։ Են արստևի սարի վրեն ենա դոմիկ բոմիկ են։ Հա։ Գալիս են մարդիկ էդի արենդավատել անում մնում են։ Մագելանի քարանձը գրած էր նայում ես Ալեքս ինչ բարձր է ու ինչքան սիրուն է շատ սիրուն է ժամանակ ստեղ էր կողքեր այդ թուրքի ջողը մոք կա իրանց անասունը բերում էին հենց այդ եկեղեցու մեջ պահում էին Նորավանքի մեր ապուշներն էլ ոչ այնա աղվես են գտել սիրելի հետևորդներ հաճախորդների կողքը հա ստեղ միշտ լինում է հա ռեստորանը հաճախորդների կողքը նստում արխային հետաքրքիր է դե միս բան են գցում ուտում են հաց են տալիս там ресторан а где Դերի этот есть Ալեքս աղվես կա ստեղ գիտես եկա Արի ստե հաց կա արի Գնաց դեպի ռեստորան Կուշайте Да там дают նստեցինք տեղավորվեցինք լավ Բիրկով հարկային աշխատող Ո՞նց է հարկանի աշխատող Անուտի աղստերների վախեն զատո վախեն Ոյ շատ լավ է որ եկեք հավանեցիր Ալեքս ջան Արժես կալը ուր եկանք մենք Ալեքս նորա Նորավանք եկանք դեր հալը դուրս ցերքս բանից մեզ աղոթեցին ճանաչեցին գլխիս դրեցին ու մեզ ճանաչեցին ճանաչեցին որ ամեն հայրը եկեմ ես գործները ուրիշ է չէ դուրը բացեք կագեք իմ դուրը Բալսներ տան է որ ասում է մի կծնի գոշավանք ստաս մարեք տանեմ նորավանք լավ ասի չէ լավ ես տանցնի քալքրը տամ ասեմ ես տեսերեմ շատ լավներ շատ ապրեք բոլորից տեղ գոհ շնորհակալ եմ որ եկաք ընկերացաք իհարկե ընկերովի ամեն ինչն էլ լավ է հատուկ հոչեիք Սևանից ելնի գա կամ ես Ստեփանավանից մենք բավարար պետք է մենք արվել ենք Հովանես գոշավանք դեստեղ մենք որ ուզում ենք կազմակերպում ենք այդմ ենք այդպես է մենք տարած մարեք տանեմ նորավանքը տեսեք ասի դե լավ դեզ այլ չունեմ մենք խարապի գախեմ Մամ, բա ինչքան են մեծ եկեղեցի սարքեր Ես ճամպետն էլ արժի է որ սարքած տուրիստական բան է սա գումարը ոչ չեն սարքի
Չստեմ, սա վայլ ազգի քալողը։ Սուրբ Հովանեսը բանի մոտ։ Սիրելի հետևորդներ ջան, ասում էի չէ, որ տեսնեմ որտեղ ենք հանդիպում ու մեր բոլոր պրոցեդուրաներից հետո, երբ որ հերթը հասավ հանքային լոգանքին, որ գնում ենք հանքային լոգանք ընդունի Ալեքսը, այդտեղ դե այս պահին առողջարանում շատ մարդիկ կան ու ինձ ֆորնատորը մենք իշտոս կամ մակուրատի ու այդտեղ ծանոթացա երկու կնոջ հետ ասինենց կուզեիմ գնանք նորավանք այդ կանայք էլ թե մենք էլ եկեք գնանք դե գնանք հավաքվեցինք գնացինք եկա արագի մեջ մի հատ շորայես փոխեցի իմ այս սիրում բլուզը հագա այնքան սիրում եմ այս բլուզը առել էի ու կարելի ասել այդքան չեմ էլ հագել իրա թևերը տրիչ հետ վերց այս թազա եկող տարվա թրենդային գույնը բորդոն հետը մեջը հա ու մի տեսակ էլ շատ ինձ սազում է առաջի հայացքից ասեմ որ մեկ ինձ շատ եք հարցնում նայեք դուրը լրիվ չեմ փակում այն հենց ձեռք եմ թողում որ այն սառնությունը կա որովհետև ձեռս այսպես դնեմ պարավոյն ձեռս վառում չեմ կարա դնեմ այդքան լավ տաքացնում են ու էտա ասում եմ Տեր Աստված մի ուժելի ես գնում եմ նորավանք մարդը 3 անգամ գա ջերմուկ ու չստացվի որ գնա նորավանք չեր ելնում ոչ մի ձևի չեր ելնում էդ էլ այդ կանայք թե բեր գնանք մենք մեր վերջի SMT այդ լոգանքից հետո SMT հոսանքել ունեինք մի օր դե ասել եմ մանրամասը կխոսամ ջուր դե բեր ուրեմն շշով բերեմ ախպերություն կամ էլ լավ վերսկզբից քերքը բաժակով բերեմ ստես հենց բաժակներ ունենք մի հատ իմը մի հատ Ալեքսը ու հետա հետևորդներս բարեկամներս ասեմ ինձ ինչ է դարել այ մարդ կամեցո որը Սառանուց ջուրերներ Պաստանի ջուրերը միլիոն չէ միլիարդ գանձ առալեքս ճան դզվի հոգնելը տղես էլի մատըտ քիչ տարար արունանես հենց մատով քիթիկին ձեռա տալիս, այս դիտավորյալ եմ բարձրաձայն ասում, որ միգուցե իմ հետևորդները մեջ դնեն ծնողներ ու մեր երեխեքը, որ էլի տենց իմ տղեն մի հատ, ոնց ասեմ, այս հենց մատը կպցնի, պահի տակ կարամ եկել տնաս կթի ծարուն գա, մի արանք շատ շուշիտ էր դարնամ, ես վախեցա, հետո մեր Ստեփանավանի բժշկուհուն ասեցի մի հատ խմեմ դուրքու բաժակը ասեց ասկորուծին տվի էտա օգնեց լավ արավ մի խոսքով ես ոնց է դավեր բաշաշպես խաղորի մոտ Դիսկոտեկայի վախտելավ, թե խաղող ուտելուց։ Խաղող ուտելուց։ Մի խոսքով, մի քանի կոճակ ասկորուծին տվի անցավ, հմի երեկ էլ խասյաթ ունի տղես սենց անելու կամ սենց անելու, նայենք էլի կթի ծարուն եկավ, Եթե այսօր էլ լներ կարելի էր ասել, բայց փաստորեն չէ։ Էտա հետևորդներս ասեմ, վայ ոնց նստենք, որ ճիշտ լինի այսենց։ Գնացինք, հասանք նորավանք։ Քան հետաքրքիր զգացողություններ ու էմոցիաներ ունեցա։
այնքան հետաքրքիր էր, շատ լավ էր, քեզ դուր եկավ նորավանքն Ալեքս, հա, հացավը տանի մաման, նորավանքներ լավը թե հաղպատի վանքը, նորավանքի տեղը շատ սիրուն էր, հաղպատի վանքն էլ իր սիրունությունն ունի, մեր Հայաստան երկիրը շատ սիրուն տեղեր ունի, ընդամենը բացահայտել է պետք սիրելի հետևորդներ ջան, մի ուրիշ ցանկությունով ուզում էի պարտադիր գնացածնեի ու Աստծո գործերն անքննելի էր, էլի պետք է ախր վարկյանի տակ է, այդ նստանին չնստեինք, չշփվեինք իմ բնավորության համաձայն չգնայի, չշփվեի, չէր ելնելու, հավեսով էլ ասել, խոսալով, տաքսու վարորդը մի գիդն այդքան բան չէր իմանա, ինչքան այդ մարդն այդքան բան գիտեր, 50 տարի ավել ստեղ ապրում է, դե բակ իմանա, բա ինչ կանի, հլը ընդեղ քաղաքական բաներից էլ էր ասում օրինակ բերեմ, ես ուղղակի դե չուզեցա դա բարձրաձայնեմ, որովհետև չեմ ուզում քաղաքականության մեջ խլվելը, թաթախվելը, այդ իմը չի, այդքան մի բան, սիրելի հետևորդներ ջան, հիմա ուրախ զվարթ, բարձր տրամադրությունով ձեզ ասում եմ բարի գիշեր, Մանուշակը սպասում է, որ Մանուշակիս հետ մի քիչ զրուցեմ, օրս հաճելի ձևով անցավ, էմոցիաներով սկիզբեմ իմ քուրիկի հետ, ինչ ասեմ, ձեզ ասեմ բարի գիշեր, առողջ ու երջանիկ եղեք, լավ եղեք, ամենալավն եղեք ու ասեմ ձեզ, որ մեր բոլորի համար էլ, հա, Ալեքսի ատամը շարժվեց, բերեք էդ էլ ասեմ, մեկ էլ նայես մամա ատամը, սատամը հանեց, դե կաթնատամա, նորը տեղը դուս կգամ, վերջում էլ ասեմ սիրելի հետևորդներ ջան, որ երբ որ նորավանքում մոմեր էի վառում, բոլորիս համար եմ վառել, Աստծուց խաղաղություն ու առողջություն եմ ուզել մեր բոլորիս համար խաղաղություն էլ, համ մեր երկրի համար, համ էլ աշխարհի համար, քանի որ այսօր աշխարհի բոլոր անկյուններում էլ շատ մարդիկ են խաղաղություն ուզում, շատ երկրներ են խաղաղություն ուզում, թող խաղաղություն լինի հանձինս իմ Հայաստան երկրի, իմ քարքարոտ, իմ լեռնապատ, իմ սեգու սիրուն սալերով ու ժայռերով հարուստ Հայաստան աշխարհին խաղաղություն եւ առհասարակ բոլոր երկրներին խաղաղություն, ձեզ ասում եմ բարի գիշեր ու գնում եմ Մանուշակիս հետ զրուցելու, պակա